Ողջույն սիրելիներս, տեսեք մեզ մոտ ինչ ոտ եղանակամ, կարծես թե հեսա ձյուն է գալու, բայց չէ, ձյուն չի գալիս, անձրևը թեթև գալիս է, բայց տեսեք ծառերը արդեն ծաղկել են, մեկա բնությունը իր ժամանակն ունի, այստեղ հունվարի, այս տարի մի փոքր ուշացել է երևի մոտ 10 օր, հունվարի կեսերից այստեղ ծառերը ծաղկում են, միևնույն է արդեն ծառերը, այստեղ մրգատու ծառերը, չէ, այդ շլորի ծառերը, ոնց որ ծառերը միևնույն է ծաղկել են, բնությունը տեսեք, ցույց մոռախուղ լինի. Այս է ծառը, ապսոս արագ ենք անցնում, բայց լրիվ ծառերը ծաղկել են, հետաքրքիր է, ցուրտ է, բայց ցուրտ ասելով քանի աստիճան է կա, 12 աստիճան է, ցուրտ է, բավականին ցուրտ է, միշտ փետրվարին, մյուս տարիները, անցած տարիները մյուս, քանի աստիճան էր լինում, այս ժամանակ 20 աստիճան արդեն լինում էր, 20-22, մինիմումը 16-17 լինում էր, իսկ հիմա, այս տարի բոլոր տեղն է, ոնց նայում ենք, բոլոր տեղը ցուրտ է, երկու օր ուրախացրեց անձրև եկավ, արև արեց սորտ, որտեն անձրևը, երկու օր ուրախացրեց արև արեց, հիմա այսօր էլի ես եղանակն է, բայց առավոտ այնքան սիրուն էր ժողովուրդ երկինքը, ուզում էի նկարեի ձեր համար, կարմիր շատ սիրուն երկինք էր, մտածում էի լավ եղանակ է լինելու, բայց մի անգամից փոխեց եղանակը, այն տպավորությունն է, որ այն չի տաքանալու, անձրևը չի կտրվում, հետաքրքիր է, այսքան գալ, այսքան անձրև, որտեղ էր հավաքվող, այս էլ անձրև չի գալիս, գիտես հիմա գայս, այդ խոնավությունից է ոնց թվում է, ոնց որ փոշի լինի, խոնավությունը շատ է հիմա, այս պահին, հիմա մենք դուրս ենք եկել, մտնենք մի հատ մերկադոնա, երեկվա մեր չգնացած ապրանքները գնենք, եթե հարմար եղավ Լիդլ մտնենք ու գնանք տուն, շատ բան չունենք գնելու, հաստատ չեմ նկարի երևի մերկադոնայում, Լիդլում ինձ ծաղիկներն են հետաքրքիր, այնքան սիրուն ռեկլամ են անում այդ ծաղիկները, գովազդը շատ սիրուն է, սիրուն կակաչները, ուզում եմ գոնե այս եղանակին գարուն բերենք տունը, արդեն կարիքը կա գարնան, խոսքով գնացինք մեր գործերով, ձեզ առայժմ ենք ասում, հետո նորից կմիանանք։ Տեղ կա կանգնելու, ասաց թե տեղ կար։ Լավն է։ 1000 հատ փին կա, չգիտես էլի որն է։ Այս դրա կիլոն է 3.35, էսի լավը չէ ես պաչկեքովը։ Ոնց է վերցնելու։ Բայց գնում ենք չէ մերկադոնա։ Անդա իջավ է։ Այդ տարբերություն չկա։ Տարբերություն չկա, ո՞նց է վերցնում։ Ինչի համար ենք մտել ենք ծաղիկ ժողովուրդ, առնենք Լիդլ մտանք։ Ամեն ինչ առնում ենք ծաղիկ չկա ոնց որ էլա։ Չենք հանդիպել ամեն դեպքում։ Բայց որտեղ է ծաղիկը։ Գնանք։ Այս սոխն են խորովում ուտում։ Անձրուկի մեջ թաթախում են ուտում են։ Սոխարանք։ Կարմիր սոխ խաղել, այս չափը դառնա։ Լավն է։ Այս է ծաղիկների բաժինը, բայց չկա։ Խաբել են ինձ։
Լամը խապում էր։ Ասես ծաղիկները կարող են կողմի վրա եկած։ Չէ, կգնանք շուկայից կառնենք, խապել են։ Ամեն ինչ կա, բացի կապաչից։ Այ պետք է այսինց դուելի մեջ լիներ։ Եվոնց նայում Մեր դրսի ծաղիկը է սրանից է, որ ունենք։ Ասես երկու գույն իրարը միացրած։ Չկա, լիդելը խապելա կամ մեր լիդելում չկա։ Ժողովուրդ ջան, դուրս եկանք լիդելից։ Լիդելը ոնց որ ինձ խապում է։ Ծաղիկներ չկար։ Ամեն ծաղիկ կար բացի դրանից։ Մի խոսքով հիմա գնում ենք Մերկադոնա, ինչի համար էինք գնացել, գնացինք գնումներ կատարեցինք, դուրս եկանք։ Ճիշտ է, շատ չէ, բայց կատարեցինք էլի։ Տունը ցույց կտամ ինչ գնացինք։ Այստեղ Lidl-ի բուկլետներից եմ վերցրել, մի հատի փոխարեն միանգամից 3 հատ վերցրել եմ։ Այդքան ստացվեց վերցրեցի։ Չէի տեսել։ Մի խոսքով տեսնեմ հələ ինչ երբ է լինում այդ ծաղիկների, թե չէ շուկայից կգնենք հաստատ, բայց որոշել եմ, որ մեր տանը կակաչ լինի։ Գորդան խորհրդանիշ։ Հիմա եկանք հասանք արդեն Մերկադոնա։ Կանը մարդ չկա։ Ժամն են ժամը, որ ոնց եմ վել գալիս է։ Չէ, տեսել երկու շաբթի է։ Իհար փակ է եղա խանութները։ Այսինց ուղիղ մեր տեղն է։ Չէ։ Չէ։ Մենք մեր տեղում ենք։ Ես եմ մեր տեղը։ Հա, այսինց ուղիղ է լավ։ Ժողովուրդ ազնի լավ կողմ եմ գտեմ։ Այս տափակ գլուխները շատ լավն է լինում։ Այս վերցնեմ։ Այս տափակ գլուխները թեթև է լինում, շատ լավն է լինում։ Հա, հենց այդ է։ Հա, այս ոսպը։ Ես սրանից ունեմ։ Ոսպի համար էինք եկել ու առանց ոսպարնելու դուրս էինք գալիս, էլի։ Ահա, ոսպեն գնացինք, բան, բուսայուղ։ Գնացինք բուսայուղը գնանք։ Լոբի ունենք, սիսեր, այսս պահածայացված ունենք է, սենց լավա։ Հետևի բաժին է, Հա, ծունել է թանգացը։ էլի է թանգացը։ Հա, ոնց որ։ 370 է, այս իբր թե դաշտի է, ես էլ Էլենա 330։ Որ բարձրացել է այս թվում է։ Այս պամիդորից է սա։ Հա, այս լավն է լինում, ոնց որ լավ է, ոնց կարմիրոտ է, սրանից առաջը վերցրել էին կարմիր չէր լավ։ Լավ, դրանից կարմիր հիմա չկա։ Վարունգ, չեմ հիշում, հա, մի քանի հատ ունենք։ Ուզում ես ամեն դեպքում, ամենայն դեպս։ Մի քանի հատ վարունգ վերցրում։ Ժողովուրդ ջան, դուրս եկանք Մերկադոնայից։ Անկեղծ ասած, այդ ենք ամուսնուս հետ քննարկում, թե ինչ գնեցինք, որ 62 եվրո ծախսեցինք։ Ոչ մի արժեքավոր բան չենք գնել, եւ ամենակարժեքավորը դորադա ենք գնել, էդ էր, զուգն էր արժեքավորը, բայց 62 եվրո ծախսեցինք Մերկադոնայում, 20 եվրո է Lidl-ում։ Lidl-ը խաբեց այսօր։ Lidl-ը խաբեց ինձ ծաղիկների համար։ Մտանք Lidl։ Չէ, բայց մեկ ինչ-որ բանի համար է, չէ՞, մտանք, թե մենակ ծաղիկների համար։ Չէ, մենակ ծաղիկների համար։ Lidl-ը խաբեց։ 20 եվրո ծախսեցինք Lidl-ում։ Մերկադոնան են մտել էինք հաց ու ոսպ առնելու միայն, բայց 62 եվրո էլ։ Ճիշտ ասած մտնում ես, ասում ես, վայ էս չկա, վայ էսա վերջացել, մի բանն առնում ես, մյուսը վերջանում է, էլ արդեն այդպես առավտուրը գնումները մեծանում է։ Գները իրոք ահավոր թանկացել են, ամեն ինչը, հավի կրծքամսից բռնած, ձուն, ամեն ինչը իրոք թանկացել է։ Միջև էս ուշադրություն չէի դարձրի գների, ճիշտ ասած,
տես, բայց այս անգամ լսեցի, որ մյուս տեղերն էլ է թանկացել, ասել եմ մեր մոտը տեսնեմ ու իրոք մեր մոտ էլ է թանկացել։ Խոսքով չգիտես դեպի ուր ենք գնում։ Դեր հա գրել էիք ու մեկնաբանություններն էի կարդում այսօրվա վիդեոյի գցած հյուսկ խանութը, այստեղ ուրիշ ձև են ասում, Հայաստանում հյուսկ են ասում, ճիշտ եք գրել, այդ հյուսկը կար այդ ժամանակ, կարծեմ հենց մեր տան դիմացն էր այդ հյուսկը այն ժամանակ, հիմա չգիտեմ ինչ է դարձել ու բաժանորդներից մեկը գրել էր նորվեգական խանութը, չգիտեի անկեղծ ասած, որ նորվեգական, դու գիտեիր Գագո, որ նորվեգական խանութ է հյուսկը։ Չէ, ես գիտեմ, ես տեսել եմ Շվեդիայում։ Հա, դե կարող ֆիլերներ, ոնց է շվեդական է IKEA-ն, բայց բոլոր տեղերն էլ կա։ Հա, բայց դե IKEA-ն ու ասենք հյուսկը չես համեմատի, որպես ասենք ճանաչված։ IKEA-ն ավելի ճանաչված է։ Հա։ Չէ՞։ Հա, մի խոսքով նորվեգական խանութ էր։ Ոյ, մեր մոտ անձրևը սկսեց ավելի, հա, ոնց որ ուժեղանալ հեսա տեսեք, ինչ ոտ եղանակ է, Աստված։ Չէ, իմ սիրած եղանակն է։ Ահա, տեսեք։ Մեր մոտի վատ եղանակը։ Հա, անձրևը լավ էլ ուժեղացավ։ Գոնե այսքան անձրև, մի անգամ ձյուն գար։ Էսկլատել ենք մտնում։ Ձեթը ո՞ր ցան Ճիշտ է, մենք պետք է այստեղից ցիթայող ենք վերցնում։ Մոռացել էի, որ այս խանութն էլ հələ ունենք մտնելու։ Էսկլատ, մյուսի խանութը չենք գնա, չէ՞ երևի այսօր։ Հիմա չէ։ Հիմա չէ, իմ ամուսնը գործից գալիս է, աշխատանքից է եկել ու սոված է։ Ես խանութներով եմ պատտած բերան։ Քաղցը տունա տանում։ Լավ, այստեղ արագ մտնենք ու դուրս գանք։ Նռան հյութ, այդ մի հեսա գույնը։ Ուրիշ գույնը։ Նուրը լավը չի կա։ Կասկածում եմ դաժե փչացած չլինի։ Հա։ Դե հիմա չի փորձե։ Չէ, արդեն արել ես ոչ։ Նուրը, տեսնում ես, իշտ մեծ նշանակություն ունի նուրը։ Գույնը։ Այստեղ կարմիր նուր, չգիտեմ, 1000-ից 1, որ կարողանանք ճարենք։ Նա, ինչքան այսի? 69։ Այս կողմինն էլ նարնջի է։ Նարնջի չեք ուզում։ Հա, տեսեք ինչ հետաքրքիր է։ Այս պոմիդորները համով են լինում։ Տարբեր սորտերի մեջը պոպուրիան է, խառնուրդա միքսը։ Հենց պոպուրի է գրած եմ, պոտպուրի։ Այստեղինը տես լավն է սոխերը ավելի։ Բայց հենա տես սոխի բաները, թանձրուկները։ Հա, մենք էլ ունենք է, բայց լավ էլ նայ 489։ Այստեղինը ավելի լավն է, քան թե լիդրինը։ Ամոս մոտ առնվում տանը։ Խորով ես։ Գնացինք։ Հա, ձեթի համար ենք եկել է։ Այս սլավեն ես օգտագործում եմ տապակելու համար։ Սա ավելի մի տեսակ փափուկ է համը։ Տապակելու համար ինչքան է 11.5։ Այս էլ հələ թանկացել։ Հələ իժանացել է։ Հələ մի քիչ իժանացել է։ Միլիտրն էլ 5.96 եվրո է միլիտրը։ Չէ, դա մի անգամից վերցնելուց 2 լիտր վերցնենք։ Հա, այսի մենակ տապակելու համար եմ օգտագործում։ Աղցանների համար այս հենց աղցանի համար նախատեսված զիթայյուկն եմ օգտագործում։ Բայց ահագին էժանացել է, դարձել էր 10-12 եվրո։ Ահագին այս զիթայյուղը էժանացել է։ ու մանավանդ այս երկիրը արտադրող երկիրն է, արևածաղկից հետն էլ է էժանացել։ Հիշում ես մի անգամից բարձրացավ 3-4 եվրո։ Հեսա տեսնենք ինչքան է սա։ Հա, դե էսի թանկ է ավելի։ 289, Էսի թանկ է, այնտեղից վերցրել ենք։
Արևածաղկից այդ մի հատ մենք այդքան չենք օգտագործում, արևածաղկից այդ Հա, մենակ ինչի համար, բերաշկի համար, տապակելու համար։ Հա, բայց դա թանկ է, տես Մերկադոնայում էժան էր, հա, հեսա 1.69։ Մերկադոնայում 1 քանիս էլ Մերկադոնայում սա է։ շատ լավ ձեթ է, 9 եվրո։ Հա, այսի լավն է, այս բորգեսը։ Սրանից լավ է։ Հայաստանում էլ կար, 9 Սրա եվրո։ ես տեղ նայել եմ, ուշադրություն դարձրել եմ, Հա, 300 գրամը ինչքան 4600 դրամ։ ընդ Հայաստան, հա։ Հա, լավ, ձեթը գնացինք, դուրս եկանք։ Ուրեմն միլիտրը 3 անգամ Դե առել։ գակ, ինչ ստեղ նույն արտահանը ինքը հենց երկիրն է ձեթի։ Գնացինք Զեյթունի։ Ահա, գնացինք։ Ասում էր չայնիկիցը, չէ։ Այս է իր ասում։ 29 եվրո։ 29 եվրո է դարձել։ Հա։ Հետները ստանենք։ Կառնենք երևի, որովհետև մերը ոնց որ փչացել է, թանկել առանք մերը։ Էսի էժան ավելի շատ ենք օգտագործելու, քան թե մերը որ թանկ առանք։ Բավականի սրա երևի երակի քառակի գումարը տվեցինք։ Ինչ անենք։ Առնենք հիմա։ Առնենք։ 69 դարելա 29։ Հան է Ամազոնով նայեմ, տեսնեմ ինչ կինա նոր։ Հա? Ամազոնով նայենք։ Հեսա հենց հիմա էլ կարամ նայեմ Ամազոնով։ Ինձ նոր նայենք։ Մի րոպե կներեք։ Կապսուլներն է Հա, այն սովորական։ սովորականներին կապսուլներն ավելի է։ Այս էժան են։ Dolce Dolce Gusto որ կա, այդ կապսուլներն է։ Ես ունեմ իմ։ Մենք հինը- Հա։ Քան տարի է։ Օ, 6 տարի է, արդեն հələ աշխատում է։ Նե, Իսկ ես մեր վերջինը գների կա, լորը դարելա, Philips-ի լորը դարելա, բան 70 եվրո, սրանից ունեցել ենք մենք։ Հիշում ես։ հա, Այս սրանից ունեցել ենք։ հա։ Այն էլ Մեր 49։ ամենաառաջին մեքենան Մերը սրանից սրանից ա եղել, չէ։ Սրանից մենք առանք, սրանից հետո առել ենք էսի փչացավ, առել ենք ուրիշ մի հատ Իսկ մերը ավելի թանկը։ իսկումը այս սրանից ա եղել էս 49 եվրոից։ Ոչ թե սրանից էր, Այսը ուղղակի չափն է փոքր։ հա։ Եսիմ։ Լավ, հələ մի հատ նայենք։ Ինքը կասայում կանգնած է չի մոտենալու։ Ինքը կասայում է կանգնած քեզ չի օգնելու, ինձ թվում է։ Լավ, մի հատ նայենք։ Ժողովուրդյան դուրս եկանք, այս խանութից հետ դուրս եկանք։ Այս կոտը ինձ թվում է մենակ ստեղա, չէ, Կատալոնիայում է։ Ամեն դեպքում ես որ Մադրիդի որ աշխատում եմ չեմ տեսել։ Կար։ Էսի Թվում է չկա, մենակ Բոնարիա չկար։ էսի ինքը այս Բոնարյան ու այս կլատը նույն խանութն է։ Հա, մենակ կատա, էսի Կատալոնիայում է։ Մտանք այդտեղ, նռանյութ գնացինք, մեկ էլ ձեթը։ Ավելի ճիշտ ձիթա յող։ Դա մենակ տապակելու համար եմ օգտագործում այդ տեսական։ Ու հիմա արդեն վերջապես գնում ենք տուն։ Գնացինք, մեր մոտ եղանակը դեռ շարունակվում է վատը լինելը, բայց դա մենակ եղանակը վատը լինի։ Գնացինք։ Ժողովուրդյան տուն ենք վերադարձել արդեն, այստեղ միայն Մերկադոնայի գնումներն են,
ինչ ենք գնել Մերկադոնայից, այստեղ խմորիչ է, թարմ խմորիչ է։ Մերկադոնայինն եմ օգտագործել ու բավականին լավն է Մերկադոնայինը։ Սա այստեղ մածուն, սա էլ հունական յոգուրտ, բուլղարական պղպեղ, այստեղ ատուն, թունածուկ հայերեն, ձիթայուղով։ Այստեղ անանաս իր յութի մեջ, սա ոսկի ու հացի համար էինք մտել շատը։ Այս տեսակի հաց են գնել, այս տեսակի սև հաց են գնել, արևածաղկի ձեթ և քացախ, դորադո տեսակի ձուկ են գնել, ջեռոցը դնելու համար, բավականին համեղան։ Այստեղ ինչ են գնել վարունգ, այս տափակ, այսպես տափակ կաղամները շատ թեթև ու լավն են լինում ու ամեն անգամ չի լինում։ Այս սրանք իսկական տոլմայի կաղամներ են, իսկ մի տեսակ սուր որ լինում է, դա այսպես որ տափակ չի լինում, մի տեսակ այսպես սուր է լինում, դա շատ ծանր է ու բորշի համար է շատ լավ։ Մի անգամից այսպես գնեցի պասուս տոլմայի համար էլ և թփով չէ, կաղամբով տոլմայի համար սովորական և լոլիկ։ Այսքանը ու այսքանի համար վճարել ենք 62 եվրո։ Ուղղակի գները սարսափելի են դարձել։ Միայն ձուկը տվել են 23 եվրո, միայն արժեքավորը ձուկն էր, այսքանի մեջից։ Մնացածը արդեն այդքան մեծ ինձ թվում է գին չունեցող գնումներ էր։ Այստեղ էլ Lidl-ի գնումները, ճիշտ է Lidl-ը խաբեց ինձ, բայց գնումներ մտան, գնումներ կատարեցինք, ծաղկի համար էինք մտել, սող գնեցինք, սող, այստեղ լոլիկ, կիվի, այսպես արկղով մանդարին կար, ճիշտ ասած չեմ է տեսել մեծա փոքրը լավնա, կարևորը ճացած չլինի, այսպեսի մանդարին է, որ ասեմ շատ մեծա չէ, բայց վատի չի, կարևորը տեսեք, ասածս ու ոնց ուզում է սարա, մի հատը վատը կլինի, գոնե ես մի հատով կպրծնենք, մնացածը լավն է, կարծես թե մենակ ես մեկն էր վատը։ Մի խոսքով էստեղ մանդարին էսպես, կատնաշոր եմ գնել, մեկ էլ սունգ, լավն էր, բավականին լավն է լինում Lidl-ի սունգը ու մեծ-մեծա ջեռոցը դնելու համար շատ լավ է, նույնիսկ կարող եմ այրոգրիլի մեջ դնել, ավելի արագ կլինի։ Եվ սա, մեկ էլ այս կլատից տեսակ արդեն ես մի ձիթա յուղը գնեցինք, սա ասեցի, որ հիմնականում, ոչ թե հիմնականում, այլ միայն օգտագործում տապակելու համար։ Տապակելու համար սրանք եմ օգտագործում, ճաշերը պատրաստելու համար ես յուղ ունեմ հալած, իսկ աղցանների համար արդեն աղցանների համար նախատեսված ձիթա յուղ իհարկե։ Այսքանն էր մեր գնումները Lidl-ից, Վեսկլատից և Մերկադոնայից, իսկ այստեղ էլ 3 պելմենի եմ պատրաստել, մինչև ես ձեզ իմ գնումները ցույց տվեցի, այստեղ արդեն եռած ջուրը, հիմա պիլմենիները լեսնեմ մեջը թող եվվի ու մենք վայելենք ժամը, քանիսն է 4-ն մենք նոր այսօր հաց ենք ուտում առաջին անգամ։ Մի խոսքով մենք գնանք ճաշա, ընթրիքա, չգիտեմ, արդեն այսօր խառնվել է իրար։ Պիլմենին վայելենք, նորից երևի կմիանամ ձեզ սիրելիներս։ Կրկին ողջույն սիրելիներս, երեք ոչ մի կերպ էլ չկարողացա նկարեի, մեզ մոտ անենց եղանակ էր տեսակ, այդ եղանակին միայն ուզում էիր պարկեիր քո համար ու հեռուստացույց նայեի տակ-տակ։ Էլ դե բնականաբար, եթե ոչինչ չեմ արել, ոչինչ չեմ նկարել, այսօր գնացի վերջապես մազերս ներկեցի,
Հիմա եկել եմ մեր մոտի կենտրոնը, մի անգամ միասին գնացել ենք Pepco խանութը, ուզում եմ մտնեմ, տեսնեմ ինչ կա չկա, շուտվանից չեմ մտել, դե բնականաբար դուք էլ ինձ հետ միասին եք Pepco գալու։ Մեզ մոտ իհարկե հիմա երեկո է, բայց շատ շքեղ եղանակ է, հիմա ցույց կտամ, ցերեկը այնքան տաք էր, ժամը 6:10 է սպահին, ցերեկը այնքան տաք եղանակ էր, այնքան հավես, արևը նեց լավ էր ջերմացնում, հիմա էլ տաք է, ցուրտ չի, 14-15 աստիճան է, բայց չէ 15 չէ, քիչ ավելի ցածր կլինի, ցերեկն էլ 15-16, շատ լավ եղանակ էր, դե տեսակ որ ծառերն էլ արդեն ծաղկել են, այս տարի այդքան է տաք չի, բայց միևնույն է ծառերը այս քանի օր, մի 3 օր առաջ արդեն տեսել էի, որ ծաղկել են, այս տարի երևի մի փոքր ուշացավ, միշտ ավելի շուտ էր ծաղկում այստեղ ծառերը, հունվարի կեսերից, ամսի 20-ից ծաղկում է։ Այդպիսի բաներ, հիմա միասին գնանք Pepco, ամպերը մի փոքր կուտակվում, ճիշտ է, վաղը գրածա անպամած լինելու, բայց անձրև չի գրած, դա շատ լավ է իհարկե։ Ահա, ժամը 3 է ճիշտ է, բայց իրոք շքեղ եղանակ է։ Այս կողմը ցույց չեմ տալիս, արդեն ամպերը կուտակվում, բայց այս կողմը ինչքան սիրուն է։ Չէ, այսպես էլ շարունակվի լավ կլինի։ Դա երևինա դեպի տակն ենք արդեն գնում, փետրվար ամիսն ենք։ Ահա։ Մի խոսքով շարժվեցինք դեպի խանութ։ Ջան հասա արդեն Pepco։ Հագուստի բաժինն է, երևի այստեղ հետաքրքիր չի ինձ։ Երաժշտությունը ինչպես միշտ բարձր։ Իհարկե այստեղ ամեն ինչը արդեն նորից պատրաստվում են Սուրբ Վալենտինի սիրո տոնին։ Ամսի 14-ին։ Այստեղ նոր տարում ամեն ինչը նոր տարվան վերաբերող ապրանքներ էր։ Էլի ռեկլամավոր տեսել։ Ամեն ինչը այս գույնի մեջ է, նուրբ վարդագույն։ Շատ սիրուն է։ Միջալից շատ սիրուն է։ 7 եվրո արժե։ Ինձ գրել էի, որ լեհական խանութ ասա, ես չգիտեի։ Դեզանից շատ բաներ եմ իմանում սիրելիներս։ Հայ, տեսեք, սոմր է, ծաղիկ ամանա։ Սիրուն է։ Ամեն ինչը վարդագույնի մեջ է։ Ախր այստեղ նայեք, ցնցողը ու ինչքան սիրուն է։ Շատ սիրուն է։ Երնեք այգի ունենայի, հաստատ կգնեի։ Այստեղ սկուտեղը, այ սիրուն է։ Այս մամերը նայեք։ Սպիսակ այստեղ տնեմ, որ լավ երևամ։ Ոյ սիրուն է։ Շատ սիրուն է։ Տեսնեմ հոտ գալիս է, թե չէ։ Հոտ չի գալիս, բայց ինքը շատ սիրուն է, բայց ու գինել չկա դեռ։ Ավելի երաժշտություն անջատ է, խնդրում եմ։ Բայց այստեղ տեսեք։ Սիրուն է, հավոտ։ Ու ամեն ինչ է սիրանգի մեջ է։ Այստեղ իհարկե խաղալիքներ են։ Տեսնենք են կողմ ինչ կամ։ Սեկանք իմ ամենասիրած բաժինը։ Այստեղ ձևամաններ են։ Սիլիկոն է ձևամանա։ Մեջ է ծաղիկով։ Շիամանը հելի ծաղիկներով։ Այստեղ տարբեր տեսակի այսի բաների համար է, բանրի տախտակա դանակներով։ Այստեղ ինչ կա։ Կավարիչներ են, շերեբ, մի խոսքով մնացային ապրանքներ։
Այստեղ տապակներ է, բայց դե իհարկե լավ որակի չի զգացվում է որակը։ Սա էլ է լավ։ Ապա այստեղ տեսեք սիրունություն։ Սա էլ մոմի փոքրիկն է։ Սա գորգերն։ Ապա այստեղ ինչ եմ տեսել։ Սիրուն է բարձրը։ Այս բաժինը արդեն այս է գրված է Սան Վալենտին։ Վալենտինին նվիրված։ Այստեղ այսպիսի բաժին է, այս ինչ է։ Բուֆիկա, տեսեք, 9 եվրո էլի։ Դե բնականաբար ինձ չի թվում որակը լավը կլինի 9 եվրանոց, բայց այստեղ ինչ է, այստեղ այսպես ամանների տակը տնելու համար, էլի գարնանային, արդեն ամեն ինչ գարնանային է, այստեղ սպրոց է գարնանային, ամեն ինչ է զիրանգի մեջ է, սա էլ վարակույրներ է։ Կանա 15 եվրո, 135-ը 260-ի վրա։ Այստեղ ինչ է, անկողնային պարականներ, այո, ինչ արժեն կոթոն և զատինա, միայն կոթոն չի, միայն բամբակ չի, 23 եվրո, սա է չապերն է։ Ես այսպիսի բան եմ ուզում, այսպես աման երևի ապակուցա, ոնց որ ապակի է, ինչ արժի 3 եվրո։ Ունեմ արևածաղկի, տարբեր հատիկներ ունեմ այդպես, կոնջութի սերմեր ավելի ճիշտ, ուզում եմ մեջը լցնեմ, այսպիսի աման, բայց սա փոքր է, այսա կնայեմ այստեղ, այսա։ Ինչ արժե, 4 եվրո սա արժե, ոնց որ ապակի է, երևի սա մի հատ կվերցնեմ, սա շուտ մեծ արդեն ինձ թվում է պահարանի մեջ տնելու համար երկար է, ես իմ պահարան այդքան երկար չի, հարմար չի լինի, սա ինձ թվում է հարմար կլինի ու կվերցնեմ սա, հատասնամ նորմալ աշխատում, ոնց որ այս մեկն է, միջալած, այսպես թակվում առեսինով, ասիպոս թակածեր այսպես պակեմ, հանկարդ, սա կվերցնեմ, ու կլացնեմ մեջը, միշտ կասկածում եմ ապակի է թե չէ, բայց ոնց որ ապակի է, դիներ փոքր կվերցնեի, խոսքով չգիտեմ ապակի է թե չէ, բայց որոշեցի վերցնեմ, սա փոքր է, ավելի լավ է, մի փոքր մեծը վերցնեմ, այստեղ էլ պլաստիկից ամաններ են, որը չեմ ուզում, ու ամենակարևորը հուսովում հերթ չկան, չէ, ոնց որ երկու մարտականնաց։ Ժողովուրդյան դուրս եկա Պեպկոից, միայն այդ աման եմ գնումս կատարեցի ու դուրս եկա։ Նոր էր բացվել, լիքը ժողովուրդ կար, հիմա այդքան չկա ժողովուրդ։ Խոսքով ամաններ պետք գնեցի, ես երևի այսքանով վերջացնեմ իմ այսօրվա վլոգը,
ու ձեզ հաջող ասեմ, չմոռանաք բաժանորդագրվել, կխնդրեի լայքել տեսանյութերը ու գրել որևիցե մեկնաբանություն։ Սիրելիներս, ինչպես միշտ ձեզ ասում եմ, մնացեք բարյավ ու խաղաղ, պատչիկներ բոլորի։